Բացի ինձ հետ Գաղատացիների 4-րդ գլուխը շատ արագ միասին պետք է այս գլուխը կարդանք եւ Սուրբ Հոգուց որոշակի կարճ հայտնություններ կան, որ պետք է քեզ փոխանցեմ, թող Տերը օրհնի, իմաստություն ու շնորհ տա այս ամենը ընդունելու հետո նորից կշարունակենք աղոթել։ Բայց ասում եմ, քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայից ոչինչ տարբերություն չունի։ Թեև ամեն բանի Տերն է։ Բայց վերակացուների եւ տնտեսների ներքև է մինչև հոր որոշած ժամանակը։ Խոսում է այն ժառանգության մասին, որ Իսրայելը ուներ։ Եվ հրեա ժողովուրդը ուներ, որտեղ նրանք առաջին էին, որ կանչվեցին, որ Աստված փառավորվի նրանց մեջ, եւ նրանց մեջ եկավ մեր Տերը Հիսուս Քրիստոսը, եւ Իսրայել ազգը միշտ Աստծո համար եղել է մի ժողովուրդ, որտեղ որ ինքը ցույց է տվել իր գոյությունը։ Ոչ թե նրա համար, որ այդ ազգը ամենալավն է եղել, թակարդ կամ ամբողջ ապստամբ ազգն է եղել։ Միշտ Աստծո դեմ ամբողջացած, ապստամբած, բայց Աստված ընտրել է այդ ամբողջ ապստամբ ազգը եւ ինքը իր փառքը ցույց է տվել։ Գիտեք, որ իր որդուն Հիսուսին էլ ուղարկեց, նրանք չընդունեցին, խաչը բարձրացրեցին, բայց հենց դրա համար էլ մեր Տերն եկել է։ Բայց Պողոս առաքյալը ստեղ մի բան ասում է, քանի ժամանակ որ ժառանգը երեխա է, ծառայից ոչ մի բանով չի տարբերվում։ Եվ ասում մենք էլ այդ երեխայի նման էինք, որ ժառանգորդ էինք, բայց այդ ժառանգությունը մեր սեփականությունը չէր, մենք ծառայի պես էինք։ Դա հին ուխտի մասին ասում։ Դա ասում է մինչև Հիսուս Քրիստոսը եղած եւ նրանց համար ովքեր որ Հիսուս Քրիստոսին իրանց սրտի մեջ Տեր եւ Փրկիչ չեն ընդունել։ Նրանք էլ են ժառանգորդ, բայց նրանք այդ ժառանգությունը երբեք չեն կարող ունենալ որպես սեփականություն եւ տնօրինել դրանով։ Հասկանում եք։ Մինչև հոր որոշած ժամանակը։ Իսրայելի ժողովուրդը սա շատ լավ էր հասկանում, որովհետև այն ամեն խոստումները, որ Աստծուց կային, իրանցն էին, մենք դա չգիտեինք։ Մենք հեթանոս ենք եղել, բայց Իսրայելը ապրել է կենդանի Աստծո օրդությունների մեջ, խոստումների մեջ, որովհետև նրանցից են եղել բոլոր հայրերը, նրանցն են եղել բոլոր խոստումները, հին ուխտի բոլոր հայրերը, նրանց համար եղել են շատ կարևոր ազնվորություններ, որ նրանք նույնիսկ Հիսուս Քրիստոսը որ եկավ, կասկածեցին, որ սա Աստծուց ուղարկած միակ միջնորդն է, որ վերականգնի մարդ եւ Աստված հարաբերությունը։ Եվ ասում է, այնպես էլ մենք, քանի որ երեխա էինք, աշխարհի սկզբունքների ներքև ծառայության մեջ էինք։ Բայց երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդուն, կնկանից ծնված եւ օրենքի ներքև եղած։ Եվ ասում է, մենք ծառայության մեջ էինք եւ աշխարհի սկզբունքներով էինք ապրում։ Մեղքի, խավարի ծառաներ էինք։ Բայց Աստծո համար սիրելիներ, որովհետև մենք դեռ մեր մեղքերի մեջ էինք, սատանայի խավարի ձեռքի մեջ, գերության ծառայության մեջ էինք, Աստված իր որդուն Հիսուս Քրիստոսին տվեց մեր բոլորի համար։ Հիմա տեսեք աշխարհում շատ մարդիկ կան, չէ՞, բայց Հիսուսն իրանց համար էլ է մեռել։ Հիմա մենք աշխարհից եկել ենք։ Մենք ծառայության լծից եկել ենք։ Եկել ենք, որ ազատության մեջ ապրենք։ Հիմա տեսեք ինչ ասում Պողոսը։ Բայց երբ որ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդուն, կնկանից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ լինողներին փրկե, որ որդեգրությունը ընդունենք։ Հիմա Իսրայելը օրենքի տակ էր։ Իսրայելը ընդունում էր, որ 10 պատվիրաններ եթե չպահես, չես փրկվի։ Մենք էլ մինչև Հիսուս Քրիստոսին գալը գիտենք, որ Աստված պաշտությունը էս անելն է կամ այն չանելն է։ Բայց երբ որ Հիսուսին ճանաչեցինք, մենք հասկացանք, որ մենք ունենք մի բնություն, որը Աստծո օրենքը չի կարող պահել, որտեղ դա մեղքի մահվան օրենքի տակ ծախված մի բնություն է։
Աստծո օրենքը սուրբ է, բայց մենք մեղավոր։ Եվ մենք մեր մեղքի գերության մեջ ծառայության լծի տակ մենք չենք կարող ծառայենք Աստծո օրենքին։ Այդպես էլ Իսրայելը։ Թերևս ժառանգորդ էր բոլոր խոստումների, հայրերն իրանցն էին, բայց իրանք ծառայեն մեղքի։ Իրանց ներսում հին բնությունը չէր թողնում, որ նրանք ազատության մեջ պաշտեն Աստծուն։ Եվ այդ օրենքը, որ նրանք իրանց համար շատ սուրբ էին համարում, չեն կարողանում պահել, որովհետև առաջի Ադամը, որ մեղանչեց, մեզ փոխանցվեց մեղքի ծառա լինելու այդ մահվան օրենքը։ Եվ Պողոսն ասում է, ես ուզում եմ բարին անեմ, բայց չեմ կարող, որովհետև իմ մեջը մեկը կա, որի միտքը գերի է բռնում եւ ինձ հնազանդեցնում է մեղքի մահվան օրենքին։ Եվ այն, որ բարի է գիտեմ, որ դա է կարևորը, որ ապրեմ, բայց չեմ կարող, ավելի չարն եմ անում, ասում եմ։ Այս ինչ խեղճ մարդ եմ Պողոսն ասում է։ Բայց Պողոս առաքյալը ասում է, բայց գոհություն Աստծուն, որ մեզ ազատեց եւ ասում է, ով կազատի մեզ այս մեղքի մահվան բնությունից, այս խղճալի վիճակից, նրա որդին Հիսուս Քրիստոսը։ Ինչքան մարդիկ են եղել, որ քեզ մեկ-մեկ երբ որ տկարության մեջ տեսնես, դու էլ հավատացյալ ես։ Մենք հերոսացույց մեր տալ երկար ժամանակ չունեինք, որտեղ հնարավորություն չունեինք առնելու, ես հերոստացույցը մտածում եմ, որ տնից գնա լավ է, էլի։ Բայց մի օր տենց ստացեց, որ մենք դե մաման այն ժամանակ կենթանի հերոստացույց առանք։ Հերոստացույց առանք եւ այս պուլտը, որ ընկավ ձեռս, ժամերով նստած ալիք եմ թերթում սենց։ Ֆուտբոլա, նորություն ավալ, երեխեքս փուճուր են ժամանակ, մենք էլ եկան կալասին, դու էլ հովիվ ես։ Նստել ես տելևիզորի, եկեք ինչ են ասում, դու չեք դողում մուտլային։ Նորություն, ֆուտբոլ, կինո, այս ամբողջ քնում է այդ պուլտը ձեռս չեք թողում, որ դասա, չգիտեն ինչ անես, որտե ես կպնեն մի հատ։ Դու էլ հովիվ ես ասում են, ասեցի արեգայ մարդուք ինձ, շանդաժ և տենց երեխեքը տենց փոքր տենց իրենց մտքի բանով, եղել է չէ, որ մեկ-մեկ սենց չայնացել ես, բարկացել ես, մի օր երեխեքի համար բակում կռիվ արեցի, 10 քանի հոգու, և դե մարդիկ, դե բոլորն է ճանաչում են, մեր եկեղեցու անդամություն, ասել է ձեր հովիվ են օրը կռիվ էր անում ասել։ Ինչքան դժվար է, չէ, աշխարհի մարդուն ասես, որ ես էլ գոնման մարդ եմ, որ Աստծո շնորհքն է ինձ փոխել։ Հա, մենք այնպիսի վիճակի մեջ ենք եղել, որ չենք ուզեցել, որ մարդիկ մեզ տեսնեն, անհարմար ենք զգացել մեզ, բայց ես քեզ ասեմ, Աստված գիտի, Աստված գիտի մեզ։ Մենք չենք էլ ուզում, որ մեր մասին ես իմ սուպեր սուրբի պատկերացում ունեն մարդիկ։ Դա Աստծո ողորմությունն ու շնորհքն է։ Որ մեր կյանքը փոխել է։ Եվ մենք փոխվել ենք։ Եվ մենք իսկապես փոխվել ենք։ Ես ընկերներ ունեմ, որ ինձ տեսել են, ես պատմել եմ Հիսուսի մասին, ոնց է ինձ Տերը կանչել 19 տարեկանում այդ կեղտի ցեղից ինձ անել է։ Իրանք նայել են ասել են, դու իսկապես փոխվել ես։ Դու փոխվել ես։ Ես քեզ մի բան ասեմ, Սատանան ինչքան էլ փորձի քեզ մեղադրի, ինչքան էլ դու ընկրած անես, կարացած անես, պահի տակ, հին բնությունդ գլուխը բարձրացած լինի, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Դու շատ ես փոխվել։ Դու նման ես Հիսուսին։ Մեկ-մեկ կան գալիս են ասում են, գիտես, այս ինչ հավատացյալ սենց բան, ասեմ դու առաջ չես տեսել իրան։ Այդ հիմա լավ է։ Առաջ ավորել ավելի։ Սա առաջ գիտես ինչ էր անում, դե ասել է ինչ ես պատմում։ Հիմա դե դուրիա հասել, տենց ավարվել։ Բախներդ բերել է ուղակի։ Առաջ չեք տեսել իրան։ Գիտես Սատանան միշտ խայտարակ ալում, երբ որ դու քո քրոջը քո եղբորը չես գցում։ Ամեն։ Այդ շատ քրիստոնյան եմ տեսել, որ ինչ որ մեկին հանկարծ մի տկարության մեջ տեսնում են, զենքերը զրահներն առնում են, հերիք չի Սատանան տրորել է, գնում են վերջնական ոչնչացնում են ու գալիս են։
Ես քեզ մի բան ասեմ սիրիս։ Գիտես ինչ ասում ավետարանաս, որ իմ թշնամից վրաս չխնդաս, թեև 7 անգամ ընկնեմ, բայց պիտի կանգնեմ։ Քո ինչ գործն է, ով անկել, ով կանգնել։ Դու գնա Տիրոջ հետևից։ Եթե դու զորավոր ես, կարող ես ինչ-որ մեկի տկարությունը վերցնես քո վրա եւ աղոթես։ Եվ գիտես, իրապես մենք պետք է գիտակցենք, որ մենք ինչ որ ենք հիմա, Տիրոջ շնորհքով եւ նրա ողորմությամբ ենք։ Եվ ասում է, Աստված ուղարկեց իր որդուն, կնկանից ծնված եւ օրենքի ներքև եղած, որ օրենքի տակ դինողներին փրկե, որ որդեգրություն ընդունենք։ Եվ մենք ոչ թե ծառա, այլ որդի ենք հիմա։ Երբ որ վերստին ծնվեցին ծառայության, այդ գերության լծից դուրս ենք եկել, հիմա մենք Աստծո որդիներ ենք։ Ադամը մեզ որդիական իրավունքից զրկեց, մենք գործեց եւ բոլորս դուրս եկանք Եդեմական պարտեզից եւ զրկվեցինք մեր հորից, նրա հետ հաղորդակցվելուց, նրան կենթանի վայելելու հնարավորությունից։ Ադամը ուներ ամեն երեկո, երբ որ Աստված գալիս էր Եդեմական պարտեզ, Ադամի հետ շփվում էր, բայց Ադամի մեղքը մեր բոլորի վրա բերեց այդ անեծքը, որ մենք մեռանք, ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեվորապես, Աստծո հետ հաղորդակցությունից, բայց Հիսուս վերականգնեց, ինչպես, վերստին ծնունդով, մեզ իրարյամ գրեց, մեզ իրարյամ սրբեց, և իր հոգին մեր մեջ ուղարկեց, և այդ հոգին, որ քո մեջ բնակվում է, դա որդ է գրության հոգինը, որ նորից վերականգնվեց քո որդիական իրավունքը և դու լիարժեք ժառանգորդ ես և ծառայի պես մի ապրի որդու պես, հորդ հետ շփվի, ոչ թե խորդ, այլ հարազատ որդու պես։ Գիտեք, դու պատկերացրեք տանը մի ծնող ունենա 5 տղա և 5-ի փոխարեն մեկը խոսա։ Հայրը գուզի այդպիսի հարաբերություն։ Իսկ ինչի ատվում, թե մեր Աստված ուզում է այդպիսի հարաբերություն։ Աստված եկեղեցուն ծառաներ չի ընտրում, որ բոլորի փոխարեն անեն ամեն բան։ Ոչ, առաջնորդելու, ուղեկցելու, հոգևոր որոշ հարցերի մեջ միջամտելու համար են ծառայողները, բայց ամեն մեկս Աստծուց ողորմություն ունենք անհատապես շփվելու նրա հետ։ Հին ուխտում սա չկար, ամբողջ ազգի համար մի հոգի էր, շփվում, աղոթում, հոգսերը հանձնում, բայց Հիսուս Քրիստոս վերցրեց այդ բաժանող պատը, այդ վարակույրը, և այսօր մենք բոլորս հնարավորություն ունենք Աստծո հետ հաղորդակցվելու։ Եվ դու պիտի վերականգնես քո առավոտը, երբ որ վեր ես կենում, ոչ թե սուրճը SNN-ը, այլ Տիրոջ առաջ քո ծալված ծնկները, կվերականգնեն քո կյանքի բոլոր կորուստները, կվերադարձնեն բոլոր այն, ինչ որ սատանան քեզանից թալանել է ու կողոպտել է, Տիրոջ ձեռքը ամեն օր քո վրա կլինի, երկարացած ու պարզած։ Ես մի օր շատ ներված էի, որտեղ թշնամին որոշ գործիքներ էր ուզում օգտագործել իմ դեմ։ Աղոթեցի, երկար պառկեցի, հենց աչքերս բացեցի, մի մեծ ձեռ եկավ և ծածկեց ինձ, ասեց իմ ձեռքս քո վրա է, ոչ մի ձեռք քեզ չի կարող հասնի, չվախենաս։ Գիտես իմ պետքս չէր որտեղ էի քնել, տեղս անհարմար էր, թե անհարմար չէր, այսօր երեք տղես եկել ասում, պապ ասում դու ստեղ ես քնել, ասեմ հա ինչի, ասում հարմար է, ասում հա շատ հարմար էր, ոնց է հարմար ասում ես թե չեմ կապ կնել, ասում մեկ որ կյանքիդ մեջ գալիս են որոշակի խնդիրներ ու դու հասկանում ես, որ ոչ մի բան էական չի, մենակ նորից վերականգնվի քո և քո Աստծո միջև հարաբերությունը, անտառում խոտերի մեջ էլ քնեմ։ Ես հավատում եմ, որ Աստծո ձեռքը չի կարճացել քեզանից, բայց մենք մեկ լինում է, որ հեռանում ենք Աստծուց, մի քիչ ռելաքսի մեջ ենք ընկնում սենց, չէ՞։
Շատ բարդություններ չկան։ Ես ասում եմ, ես շատ եմ ասել, ասեմ, սերի քույր եղբայրն իմ կյանքում էլ ա եղել։ Մի քիչ որ սենց թուլանում ես, իմացի անօրենը գրոհ ա պատրաստում։ Գրոհ, լավ գրոհ, որտեղ ինքը գիտի քեզ։ Որտեղ որ դու կանգնում ես, դժոխքը ոչինչ անում ա։ Դու կարող ա քեզ չգիտես։ Բայց սատանան լավ գիտի, գիտես ինչի համար։ Ոչ թե որ դու քեզանից շատ ինչ-որ մի բան, այլ քո մեջինը, Սուրբ Հոգին, որ քեզ Աստծո որդի ա դարձել եւ դու նրա սեփականությունն ես, ու նա շատ լավ գիտի, որ դու երբ որ արթնացար եւ դու քո ներսի հոգով սկսեցիր երկրպագելու փառաբանել, դժոխքը սկսում ա ուղակի փախչել։ Ամեն։ Սատանայի ծրագրերը խորտես դու կարող ա գիտես մտածես քարոզը էլի անում ա այս քարոզից հետո այս ծառայությունից հետո դու դուրս կգաս եթե դու լինես Տիրոջ երկրպագության մեջ եւ Աստված եթե քո կյանքում հրաշքներ չանի ես իմ ծառայությունից կթողեմ ես միշտ ասել եմ ես այս ծառայությունից կարճած չեմ ես կարող եմ ցանկացած ծառայություններ անեմ բայց ես սիրում եմ իմ ծառայությունս ես հոժարությամբ եմ անում բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ եթե դու վերականգնես քո երկրպագությունը եւ Տերը չվերականգնի քո կյանքի բոլոր այն հարցակումները, սատանայի կողմից բերած արաբիկները, ես կթողեմ իմ ծառայությունս։ Ես գիտեմ իմ Աստծուն, ես ճանաչում եմ նրան։ Ես 30 տարի ինչքան են տկար եմ եղել, թույլ եմ եղել, բայց ես նրա հետ եմ եղել։ Ու մեծ Աստված ունենք։ Գիտես, ես վերջերս իմ կյանքից վրա հարցակումներ եղան։ Ես չեմ ուրախանում, բայց ես Տերը ինչ արեց։ Ջրհեղեղներ ուղարկեց այդտեղ։ Գիտեք, փոքր մեկի որդի եք։ Երկագունդ այսպես կցնցի։ Տերևի նման սաղ կթափեն, ոտերի տակ ու կդողան։ Հավատա։ Մեր Տերը մեծ Աստված։ Ես շատ եմ տեսել իմ Աստծո պաշտպանությունը։ Շատ գրոհներ ա եղել իմ վրա։ Շատ։ Դե ծառայության բերումով ինչքան նեղած կլինի, դուք պատկերացրեք։ Բայց դրանցից ոչ մեկի մեջ Տերս չի պարտվել, որտեղ պատերազմ ես հանձնել եմ նրան, ասել եմ դուրս արի սատանայի եւ խավարի բոլոր ուժերի եւ նրա գործիքների դեմ եւ պատերազմին փոխարեն ես կերկրպագեմ քեզ։ Ես կփառաբանեմ քեզ։ Կապ չունի, ես չեմ ամաչում։ Եվ դու էլ չես ամաչելու։ Դժոխքն ամաչելու խայտարակ լինելու։ Դու ամոթով, ես ամոթով չենք մնալու։ Բայց սատանան ամոթով է մնալու։ Իրա գործիքները խայտարակ են լինելու, որ մեր դեմ սկսեցին այդ գործողությունները։ Բոլոր սատանայի, խավարի գործիքները, որոնք որ վստահաբար հարձակվել են քո վրա, ու այն բոլոր խնդիրները, որ բերել են քո կյանքիդ մեջ, որ քեզ ծնկի բերեն, փոշմանելու են ուղղակի։ Խայտարակ են լինելու։ Դու երկրպագի Տիրոջը, դու փառաբանի Տիրոջը, դու գովաբանի նրան, ձայնդ մի խնայի, բաղաձայնը ես ինչ ես, չի տակրում։ Ես կի հայրը տարել չգիտեմ, որ ավետարն է կարդում։ Ամի 50-60 հատ երգ գիտեմ, որ մտածում քիչ է, ոչ թե ստեղից երգելու համար, այլ իրան գովերգելու համար։ Մենք ասում եմ, կներես հայ ջան, որ նորից նույն երգն եմ երգում, շարունակիր, ես պիտի քո շուրթերով փառաբանվեմ։ Գիտես, Աֆրիկայից մի հատ քարոզիչ ասում է Աֆրիկայում թագավորներ կան։ Թագավորներ։ Ասում է, այդ թագավորների գահի տակ ժողովուրդը գալիս է, այս թագավորը ասես վերևը նստած է, գիտի թե Աստված է, էլի։ Ասում է ժողովուրդը գալիս է, սկսում է թագավորին մեծարել։ Ասում եկել է թագավորը վերակենում տեղից ու սկսում է բոլորի հարցերը, խնդիրները լուծել։ Դուք պատկերացրեք այդ աֆրիկացիք ոնց կմեծարեն դրան։ Չմո փողապետ, ամեն ինչ սաղ տայս է։ Մենակ դրանց անվոք ճուժով մեծարես։
Եվ այդ օրինակ ինչի ա վերում, ասում մեր Տերն էլ իրական թագավոր ու Աստված է։ Երբ որ դուք կանգնում եք եւ նրան արժանի փառք եք տալիս։ Բա Դավիթը ո՞նց եկավ անապատից դարավ թագավոր։ Երեք այսօր Հավիտյան նույնն է։ Այսօր Դավիթի երգերով Տիրոջն են փառաբանում։ Այսօր Դավիթի երգերով Տիրոջն են երկրպագում։ Եվ նա ուղարկում է քո կյանքում իր բարիքները։ Ամեն։ Ամեն։ Երևույթը երբեք քեզ չպիտի փորձի փախացնել։ Եվ որովհետև դուք որդիք եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղակում եք Աբա հայր։ Այդ որ ասում եք հայր, սենց ընեցեք ասում որ ցույց կան ձեր հայրն է, տեսել եք։ Այդ որտեղից այդ համոզմունքը, որտեղ նրա հոգին ձեր մեջ է, որտեղ դուք որդի եք, դուք նրա աղջիկներն ու տղաներն եք, դուք նրա սեփականությունն եք, մենք նրա սեփականությունն ենք, ես նրա սեփականությունն եմ։ Ասա ես նրա սեփականությունն եմ։ Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի։ Եվ եթե որդի, Աստծո ժառանգ է Քրիստոսով։ Եվ եթե նա իր որդուն քեզ համար չխնայ, ձեր ինչը պիտի խնայի։ Աստծո խոսքը գետին ընկած չի սիրիս։ Աստծո խոսքը դա 7 անգամ Աստված իրանից վեր ա դասում։ Որտեւ ինքը եթե իր խոսքը չպայի իր համար այդ չի կարա տեսնել։ Բայց դու նրա խոսքի մեջ ապրի, տեսնես, որ Հիսուս քո համար իրական է։ Բայց այն ժամանակ, որ Աստծուն չգիտեիք, ծառայում էիք նրանց, որ ի բնե աստվածներ չեն։ Բայց հիմա, որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ թե Աստվածանից ճանաչվեցաք, ինչպես եք կրկին ետ դառնում դեպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում եք դարձյալ ծառայել։ Այս Գաղատիայի եկեղեցին էր, Սուրբ Հոգով մկրտվել էին, վերստին ծնվել էին, հասկանում եք, Տերը մեծ հրաշքներ արել։ Հիմա նորից ուզում էին Սուրբ Հոգու իրական աստվածությունը թողեին ու գնային նորից օրենք պահեին։ Թողեին որդիական իրանց այդ իրավունքը եւ Աստծուց տված այդ պարգևը եւ գնային նորից ինչ որ օրենք պահեին։ Եվ Պողոսն ասում է, բայց ամենը որ արեց Աստված ձեզ համար, էլ նորից ինչ եք դառնում այդ տկար ու ողորմելի սկզբունքներում։ Օրեր եք զանազանում, ամիսներ, ժամանակներ, տարիներ։ Վախենում եմ ձեզանից, որ միգուցե զուր տեղն աշխատած լինեմ ձեր միջում։ Մեկ վեր են կենում մարդիկ, այսօր չգիտեմ, տեսակ, այն օրը չի, այսօր իմ օրը չէր։ Ամեն օրն էլ քո օրն է եւ Աստծո ստեղծած։ Բայց օրը ճիշտ սկսի։ Օրը Տիրոջը երկրպագելով սկսի։ Խոսքը քո շուրթերից մի հեռացրա։ Ավետարանը կարդա։ Գիտեք, ես այսօր մի հատ շատ հրաշալի գրքի մասին եմ իմացել։ Հեռնագիրը վերջում կասեմ։ Ինչ մարդիկ են եղել Տիրոջ ծառայող առաջի 100-ամյակում։ Սրանից առաջ այն 100-ամյակում մեր թվարկության մեջ 20-րդ դարում ապրես նոր գրագետ մարդու չեն լսի լճերի վրով են քայլել տեղից տեղ են տեղափոխվել Facebook չի եղել ես էլ եմ անջատել Facebook-ից չի գալու զորությունը Տիրոջից է գալու զորությունը վստահեցնում եմ ձեզ Տերը այնքան մարդ է ուղարկելու եկեղեցի այս Կոբուլետի կաֆեն մեզ չի բավարարել, հասկանում եք, Տերը ավելի մեծ բաներ անել է։ Հեսա կեզ թվում է գնաց ծով, չէ, բայց դուս ես գալու կանգար։ Ինձ նման եղեք, որտև ես էլ ձեզ նման եմ, եղբայր, աղաչում եմ ձեզ, դուք ինձ ոչ մի վնաս չեք տվել, և գիտեք, որ մարմնի տկարությունով ավետարանեցի ձեզ, առաջի անգամ, և իմ փորձանք, որ իմ մարմնում էր, չանարգեցիք և չարամարեցիք, այլ ինչպես Աստծո հրեշտակ ընդունեցիք ինձ ինչպես Քրիստոս Հիսուսին, արդ ինչ էր,
այն ձեր երանությունը, որովհետև վկայում եմ ձեզ համար, որ եթե կարելի էր, ձեր աչքերը կհանեիք եւ ինձ կտայիք։ Պողոսը տեսողությամբ թույլ է եղել։ Եվ Գաղատիայի եկեղեցին նույն Սուրբ Հոգուց այցելված է եղել, որ Սուրբ Հոգով մկրտված, դծված, Տերը զորություններ արել, հրաշքներ արել։ Այս մարդիկ ասել են մեր աչքերը հանեն քեզ տան Պողոս, որտեղ քեզ ավելի շատ է պետք աչք, քան մեզ։ Որովհետև դու ես ամբողջ աշխարհով մանկանի ու ավետարանը քարոզում եւ այս ամենը գրում ու մեզ փոխանցում։ Եվ Պողոս առաքյալը լինելով պալատական մարդ ժամանակին ուներ կապեր, որ կարողանում էր թանկարժեք մագաղատներն ու թանակները բերեր եւ գրեր ու դպիրներ ուներ իր կողքին։ Եվ այն ինչ որ ինքը կուտակել էր իր կյանքի ամբողջ ընթացքում, տվել էր Աստծուն։ Եվ մարդիկ երբ որ կարդում էին ավետարանը եւ Աստծո խոսքը, նրանք ուղղակի Աստծուց այցելվում էին եւ չէին կարողանում հերքեին, որ Աստծո կողմից գրված չեն այս խոսքերը, որտեղ այդտեղ հոգի կար եւ այդ հոգին կենթանի էր եւ փոխանցում էր մարդկանց սրտերի մեջ այդ խոսքը։ Եվ Գաղատիայի եկեղեցին այնպիսի արթնություն էր ապրել, բայց մի քանի հրյա մտան ու ասեցին դուք սխալ եք հավատում Աստծուն։ Այդ ինչ եք անում, իսկ եք երկում, այ մարդ։ Այդ ինչ շոյեր եք հավաքելու, արսանիկ չեք եկել այդ։ Այն սինթեզը, մինթեզը, դամփլը, զուռա եք փչում, բալ եք անում, ահա, ելեք մի հատ է բարեք։ Բայց չգիտեի, որ ավետարանն է այդպես ասում։ Որտեվ նոր ուխտում Հիսուսը արտաքին որևիցե մի զարդարանք չուներ իր վրա, այն ինչ որ կար իր ներսում էր։ Եվ Տերը մեր ներսը փոխեց։ Մեզ ներսից ազատագրեց։ Մեր բնությունը փոխեց, որ անկարող էր որևիցե մեկը դա անել։ Արտաքին աստվածպաշտությունը չի կարող մեզ Աստծուն մոտիկացնել։ Եվ այն ինչ որ մարդկանց կողմից անկարելի էր, Տերը արեց։ Եվ ասում են ինչ եղավ ձեզ, ուրեմն թշնամի եղաք։ Ուրեմն թշնամի եղա ձեզ հետ ճշմարիտը խոսելով, նախանձով եմ ձեզ համար, ոչ թե ի բարին, այլ կամենում են արգելել մեզ, որ նրանց համար նախանձավոր լինենք։ Սակայն լավ է բարի բանում ամեն ժամանակ նախանձավոր լինել, եւ ոչ թե միայն երբ որ ձեզ մոտ լինեմ, իմ ворցակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցավով, մինչև որ Քրիստոսը կերպարանվի ձեզանում։ Կամենում էի, որ հիմա ձեզ մոտ գամ եւ ձայնս փոխեմ, որովհետեւ տարակուսած եմ ձեզ համար։ Գիտեք, մեկ այն արտությունը, որ ապրում է մարդ, այն առաջի օրերի մեջ, չէ՞։ Եփեսոսին ուղված նամակում ասում, դու առաջի սիրուն դարձի։ Սես տեսնում ես մարդը ապաշխարել է կրակով, վարված, Սուրբ Հոգով լցված, աղոթում է, դու վեճին չի տեղում պետության մեջ, տնտեսությունը ինչ չի, քիրատիրոջով, ուրախ, բայց մեկը տենում ես, մեկը գնալով, սառում է, ու մեկ էլ մի օր գալիս ասում է, ադելա, այ մարդ, հա, ինչ Աստված, ինչ պաշտամուն, երբ հա ինձ Տերը լսել ոչ, բայց տեղի վկայությունները, որ լսում էինք, մեր ոտերն էլ էր գետնից փոխվում։ Եվ ես մի բան ասեմ, այո, հոգևոր գաղջությունը այդպիսին է, քեզ կարա հասցնի, նույնիսկ այն վիճակի, որ դու ասես, արդյոք ես ճիշտ եմ ապրել։ Եվ Գաղատիայի եկեղեցին այդ վիճակի մեջ էր ընկել։ Պողոս ասում է, ձեր իրական այն վիճակը, որ ես տեսել եմ, որ դուք ապաշխարել եք։ Սուրբ Հոգու այցելությունը, վերստին ծնունդը, ձեր գործերը, ձեր հավատքը ասում է։ Էս ինչ եղավ ձեզ։ Ինչու հոգով սկսեցիք, մարմնով վերջացնում եք։ Ցավոք սրտի մեկ այդպիսի ընթացք լինում է։ Գիտես, ես վերջերս ինձ երկու հատ գիրք նվիրեցին, որով ես իմ ծառայությունը սկսել եմ։ Դա Օծություն եւ Բարելույս Սուրբ Հոգի գրքերն են։ Ես իհարկե այդ երկու գիրքը մի գրքի մեջ եմ կարդացել, երբ որ ես Բենիհինի այդ գիրքը, Օծություն գիրքը միտեղից ճարեցի, այն ժամանակ դժվար էր գիրք ճարել, Երևանում մի հատ եղբայր կար, ինքը մենակ գրադար ուներ, եւ ոնց եղավ այդ գիրքը իմ ձեռքս ընկավ, հաստ գիրք էր ուսել եւ մի շնչով կարդացի,
Սուրբ Հոգու զորությունը իմ վրա այնպես սկսեց գործել, որ ամեն բան դրեցի մի կողմ եւ սկսեցի ավետարան քարոզել եւ ես եկեղեցին ծնվեց։ Ես իհարկե նպատակ չունեի հովիվ դառնալու, բայց աչուձախ ավետարանչություն էի անում, աչուձախ։ Դահլիճներ էի վարձում, չգիտեմ, փողոցային բակային ավետարանչություններ էի կազմակերպում, խմբեր կային, ավետարանչական գործում էին, Երևանում եկեղեցի կար, որ մեր ծառայությամբ շենք առավ եւ այլը։ Սուրբ Հոգին հզոր գործում էր։ Հետո որ եկավ եկեղեցու այն ծառայողական ժամանակաշրջանը, մի քիչ հոգսերը որ շատացան, մի քիչ ծառայությունները շատացան, ավելի քիչ մեր ոտքերը ծալվեցին Տիրոջ առաջ, ավելի հոգնած էինք այս կոմենկոմ, մի քիչ աղոթքի կյանքը թուլացավ, իհարկե հետո վերականգնեցինք։ Եվ հիշում եմ ոնց է սկսել այս կրակը։ Եվ այդ գրքերը ես այս ծննդյանս օրը նվեր ստացա։ Ինձ համար ամենաթանկ նվերը որ եղավ այդ երկու գրքերը, ոնց որ Տերը ինձ ասեր վերադարձի արմատներիդ տղա ջան։ Այն ամենը ինչ որ արել ես շատ լավ է։ Հիշում եք ինչեր էինք անում, թատրոններ, բաներ, չէ՞։ Ինչ ասես, սխառում էինք քաղաքը sense Սուրբ Հոգին կարող անել այն ինչ որ մենք չենք կարող անել։ Եվ ես հասկացա, որ Տերն ասում է իմ հոգին կարող է անել այն ինչ որ դու չես կարող անել։ Եվ ես նորից սկսեցի ոչ թե չի աղոթում, այլ այն առաջի օրերի պես Տիրոջ առաջ ավելի շատ գալ, քան թե գործել, ծառայել, այս անել, այն անել։ Եվ Աստված սկսում է շարժվել։ Հրաշալի է սկսում շարժվել։ Գիտեք, այս վերջերս մարդիկ եմ տեսնում, որ եկեղեցի են գնում, որոնք որ երկար ժամանակ եկեղեցու հետ կապ չունեին։ Երբ որ սկսում ենք այն սկզբունքները, որոնք որ հավատքից չեն, մի կողմ դնել, Սուրբ Հոգին սկսում է գործել։ Սակայն լավ է, բարի բանում ամեն ժամանակ նախանձավոր լինել։ Ասում է, ասեցեք ինձ, դուք որ կամենում եք օրենքի տակ լինել, օրենքը չեք լսում, որտեղ գրված է, թե Աբրահամը երկու որդի ուներ։ Մինը աղախնից, մյուսը ազատից։ Բայց նա որ աղախնից էր, մարմնի կողմանը էր ծնված, եւ նա որ ազատից էր, խոստմունքի համաձայն։ Այս բաները այլաբանորեն են, որ նրանք երկու կտակարաններն են։ Մեկը Սինա սարիցը, ծառայության մեջ ծնված, որ է Հագարը, որտեղ Հագարը Սինա սարն է Արաբիայում, որ հավասար է այժմյան Երուսաղեմին, որ իր զավակներով հանդերձ ծառա է։ Բայց վերին Երուսաղեմը ազատ է, որ մեր ամենից մայրն է, որտեղ գրված է թե ցնցավ ամուլ, որ չէր ծնում, գոչիր եւ աղակիր դու որ ծնելուց ցավ չէր քաշում, որտեղ ավելի շատ են թողվածի որդիկը, քան թե Արամբիինը։ Եվ ինչ ասում, Աբրահամ մեր հայրը ասում է, երկու որդի ուներ, մեկը Իսահակը, մեկը Իսմայելը, մեկը Հագարից, մեկը լավ չասիկ Ռեբեկայից։ Մեկը Հագարից, մեկը Սարայից։ Հագարը դա մի անձնավորություն էր, որը կար արծաներ։ Եվ քանի որ Սարան երեխա չէր ունում, Աբրահամին ասեց Հագարից իմ ծղտերի վրա երեխա ծնի կհավանենք իմը, բայց Աստված չընդունեց դա, որտև դա օրենքն էր։ Բայց նա որ ծնվեց մեռած երկու որդի ունենալու արդեն կարողությունից Աբրահամից ու Սարայից նա պիտի լիներ Աստծո խոստումների ժառանգը եւ փոխանցողը Իսահակը։ Նա էր որ հոգուց պետքա ծնվեր եւ Հագարը հղիացավ Աբրահամից, Սարան Սուրբ Հոգուց։ Հալելույա։ Աստծո հրաշքով։ Բայց ես քեզ մի բան եմ ուզում ասել։ Մենք ապրում ենք վերջի եկեղեցու ժամանակաշրջանի մեջ։ Տիրոջ երկրորդ գալստյան շեմին, նախաշեմին։ Եվ Սուրբ Հոգին նորից սկսում է անել այն, ինչ որ երբեք մենք ոչ մեկս չենք կարող անենք։ Ինչ ճանապարհով, ինչ միջոցներով եկեղեցին մարդը հավաքի, դու քո հարցերն ես ուծե, խնդիրներ ես ուծե, բայց Տերն ասում է, լավ է սարը, թող լինի, բայց ես եմ
լինելու հեղինակը արտնության իմ առաջ պիտի քո ծնկները ծալվի եւ քո ձեռքերը դեպի ինձ պիտի բարձրանա քո աղաղակն ու երկրպագությունը դեպի ինձ պետք է բարձրանա ասա ամեն փառք Տիրոջը եւ Պողոսը այս ջղայնացած ասում է թողվածի երեխաներն ավելի շատ պիտի լինեն քան նրան որ ծնելու ունակ շատ մարդիկ շատ իրաց կարողություններով քո դեմ ոչինչ են լինելու որտեղ քո Աստված քո տկարության ու անկարողության մեջ իր փառքը ուզում է ցույց տա Ես Աստված ինչի է մեծ խնդիրներ ուղարկում մեր կյանքում նա Աստծո մարդ ասում որ մեծ փառք բարձրանա իրան Մանր մոնդեր բանովի կերնա գլուխսեր ցավում ցավազը գողխմի Ես բալ գլուխս տալանքում ճշում չապելու ապարատ կա այս որ տիպն է Կալցուն կախելա Կապ մեզ բզզզզ Ասում սենց բի պայեք Ճշումը ծույց է տալու Դերես կոմ ճշումդ հարսեր լուծվեց Կխացավդ գնաց Բայց մեծ պրոբլեմներ կան Չէ Դիվային հիվանդություններ կան չէ Ունեք խասկեղը, դիվային ծապներ են, դրանք դեղա միջոցը չի բուժում Դեղը դև չի հանում Դրա համար աղոթքա պետք Դրա համար Սուրբ Հոգին սկսում է շարժվել Քանդես սատանայի խավարի ծրագրերը Մեծ պրոբլեմ ունես Ուրեմն իմացի Շատ մեծ փառքեր է բարձրանալու դեպի Տերը Շատ մարդիկ են տեսնելու, որ պրոբլեմդ մեծ է Սաղի հայացքը դրա վրա է, սաղ տելերը ինչ արիլելու Ինչ արիլելու, Տերն է փառավորվելու Հալելույա Որը նայում են Աբրահամին, արա դու այդքան Աստված պաշտ 10-րդ տվող, Աստծո հետ բարեկամ ենք երեխա չունես Հասկանում ես երեխա չունես, խայտարակությունը Բայց Աստված տվեց իր որդուն Տվեց իրան ժառանգություն Իսահակին տվեց, բայց ասես տարր մորը դրան վրա մի հատ ողջակեզար այդ երեխուն Տարավ, հավատալով որ Աբրահամ հավատաց որ Աստված կարա մոխիրներից է մեջից էր երեխային հարություն տան Բայց Աստված ասեց, հեռացրա քո ձեռքդ Աբրահամ, այդ ես եմ անելու Այդ նա պիտի իր որդուն բարձրացներ մեր բոլորի մեղքերի համար խաչի վրա մորթելու որ մենք բոլորս որբությունից, ծառայությունից դառնանք եւ այլևս ապրենք ժառանգի նման, այլևս ապրենք որդու նման, ոչ թե խեղճացած, այլ գլուխներս բարձրացած, հիշելով որ մենք թագավորի որդիներ ենք եւ թագավորներ, որտեղ գրված է ցնցավ ամուր, որ չէի ծնում, կոչիր եւ աղակիր, դու որ ծնու ցավ չէի քաշում որտեղ ավելի շատ են թողվածի որդիկը քան թե Արամբիինը իսկ մենք եղբայր Իսահակի պես խոստունքի որդիկ ենք բայց ինչպես որ այն ժամանակ մարմնի կողմանե ծնվածը հալածում էր նրան որ հոգու կողման էր այնպես էլ հիմա անհավատությունը հավատքին միշտ հալածում է մենք գլուխը բարձրացնում քո մեջ այդ անհավատությունը չէ լավ ինչ ես ասում եմ մարդ Աստծուն հավատալը եւ այլ բայց հավատա բայց գիրքն էլ ինչ է ասում դուրս հանիր աղախնին ու նրա որդուն, որ աղախնի որդի ժառանգություն չպիտի ստանա ազատի որդու հետ։ Սրա համար եղբայր, աղախնի որդիկ չենք, այլ ազատի։ Ինչ ես մտածում, եթե մենք նրա որդիներն ենք, նրա կողմից մեր կյանքում պիտի օրհնություններ ունենանք թե չէ, բայց պիտի ապրենք հավատքով։ Գիտեք, շատ անգամ մենք ուզում ենք, որ Աստված մեր համար ամեն բան անի, բայց ես քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Աստված, ում որ շատ է սիրում, իրան շատ է ծեծում։ Ծեծելով է բերում։ Մենք ուզում ենք չերկրպագենք, մենք ուզում ենք եկեղեցի չգանք, մենք ուզում ենք առավոտը վեր կենանք կոֆեով սկսենք, մենք ուզում ենք այս գիրքը մի կողմ դնենք ու ընդհանրապես չկարդանք։ Մենք ուզում ենք Տիրոջ բաժինը չտանք, լավ 10-րդը զոհաբերությունը լավ էլ մի կողմ։ Մենք ուզում ենք ծոմ չպահենք, մենք ուզում ենք ժամերով ծնկերի վրա չանցկացնենք, մենք ուզում ենք իր մասին չխոսենք։ Մենք ուզում ենք ոչ մեկին չպատմենք իր մասին։
Մենք ուզում ենք իր համար ոչինչ չանենք, բայց ինքը մեր համար ամեն ինչ անի, չի լինի տենց։ Չի լինի, որ դու իրան չլսես, ինքը քեզ լսի։ Քո երեխան որ քեզ չի լսում, դու իրան լսում ես։ Ինքը որ քո ասածները չի անում, դու իր ասածները անում ես։ Քանի անգամ ես իմ երեխուն ասել, այս վերջի անգամն են ինչ անում եմ քո համար։ Բայց ես ուզում եմ որ Աստված իմ համար ինչ անի, բայց ես ոնց ուզեմ ապրեմ, տես չի լինում։ Եթե որդի ես, պետք է հորդ ականջները տված լինես ամեն օր։ Ինչ է ասում ինքը։ Իր հետ պետք է հաղորդակցվես, իր հետ պետք է շփվես, ինքը պետք է իրականում քեզ համար լինի կենթանի հայր, որտեղ ինքը կենթանի է։ Եթե չես կարա ոնց ուզես տենց ապրես, վերջում էլ կասես, «Տո ինչ հայր», բայց իրականում մի բան իմացի, եթե դու դառնաս իրան, ինքը քեզանից ոչ մի բան չի խնայում, որտեղ իմացի մի բան, իր որդուն է չի խնայել։